Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ Շիշ, նետոցի, ձեռնամարդ ու ապտակ Երևանի ավականիում ծեծկրտուքին մասնակցել են նաև կանայք։ Լարվածությունը սկսել է փոխքաղաքապետի ելույթից հետո։ Տեղից արձագանքող ընդդիմադիր անդամներին նախ կոչ է արել հեռացնել դահլիճից, ինչին հաջորդել է լեզվակռիվը։ Անի Խաչատրյանը ջուր է լցրել ավականիու ընդդիմադիր կանանցից մեկի վրա, որն էլ նրան ապտակով է պատասխանել։ Տեղից էլ վեր չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ։ Արմենակ Դանիելյան, ձենդ իջսրա։ Արա լսի այդտեղ են, դու ես այդտեղ արա, հանգստացյուն դավայ ստուց։ Դուրս կելն ես կասեմ քեզ ինչ կլինի, Արմենակ Դանիելյան։ Արմենակ ձեները թելեկտրեք մի հատ։ Պարոն Ստեփանյան, ինչ է տեղի ունեցել։ Տուշոնկի հիմնադիրները, Աբաչյանի կեղծ պապիկի ֆիլմ նկարող հիմնադիրները մարդկանց մեղադրում են առանց դատական ակտի մեջ, ազգի դավաճանի մեջ։ Հիմա ձեզ դուրս հրավիրեցին իսկ։ Դե իրանք էդ են կարում, այն կարմիր բերետավորները, որ Բայց ինչից առաջացավ։ Ինչ քաշքշում։ Յանի քաշքշում է գորի, յանի մեջ չմոր։ Ֆիգոց ոնց պեյա Ինչ Կրքերն այսքանով չեն մարել, ավականու նիստում սկսված իրարանցումը շարունակվել է նաև միջանցքում։ Կանգնում են եթերով ասում են պետական դավաճանը։ Դավաճանը իրանք են։ Նրանք էլ ստացան պատասխան։ 100 հոգով բորենիների նման հարձակվում են, մեր վրա խփում են։ Առաջինը իրենք հարձակվեցին եւ Այո, սադրեցին, հարձակվեցին, խփեցին։ Էդ է իրանց տեսակը 200 հոգով հասնեն մեկի վրա։ Ախրանիկներով, ախրանիկներն էլ սովորացրել են, որ մեզ խփեն։ Իրանց դուխները չի հերիքում այդ կռիվանը։ Մենք չենք բերում այս մշակույթը բերում է ընդդիմությունը, ովքեր որ տարական հարգանք չունեն եւ տարական ընթացակարգերին չեն հետևում, որպեսզի գրանցվեն եւ կան ելույթ ունենան ամբիոնից, որի համար կա հատկացված ժամանակ եւ տեղից բարբաջում են։ Արտակարգ դեպք Արմավիրի մարզում Դալարի գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող կամազը, վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել, կա վիրավոր։ Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս Իշխան Սաղաթելյանը հեգնել է իրավապահներին, հետո կատակել, ժամը 8-ին շնորհքով ներխուժել են։ Ավելի ուշ քննչականը հայտնել է, որ 2026-ի փետրվարի 2-ին Սաղաթելյանը հրաժարվել է ներկայացնել գույքի եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր։ Իսկ ապրիլի 28-ին ներկայացրել է հայտարարագիր, որում ի թիվս այլի նշել է գույք, որը ենթակա է պարտադիր առգրավման։ Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք։ Արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու և գույքի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեքենաների մեջ ինչ ենք ընտրում։ Փող։ Լուրջ եմ ասում, այսինքն
8-ից ավել է, ինչ ասեմ։ Որ ժամին է։ 8-ին։ 8-ին այն ինչ էին ասում, շնորհքով ներխուժել են, հա։ Օրենքի տարին համապատասխան։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան, այսքանը լավ մնացեք, ես այս ամեն ինչին ես քննիչներին էլ ասում ենք, ամեն առավոտ սպասում ենք ինչ-որ մի հատ ուժային կառույցի հերթական ապօրինության։ Բոլոր հնարավոր միջոցներով իրավունքները մեր պաշտպանելու ենք, իսկ եթե մեկը հույս ունի, որ սրանից ընկրկելու ենք, նահանջելու ենք, չգիտեմ ինչ, ուղղակի լավ չեն ճանաչում ու կարծում ես 7 տարվա 8 տարվա անցած ճանապարհը պետք է արդեն իրենց եզրակացությունները արած լինեն։ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նաև պնդել է, թե Հայաստանը փորձում է վնասել ինտեգրացիոն միավորումներին, որոնցում անմիջականորեն մասնակցում է Ռուսաստանը։ Քարոզարշավի ժամանակ Փաշինյանը վստահեցրել էր, որ ընտրությունից հետո մեկնելու է Մոսկվա։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-ից 25-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Գդանսկ քաղաք մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին, հայտնում են գերատեսչությունից։ Սերգեյ Լավրովը հայոյել է ուկրաինական ճգնաժամ թեմայով կլոր սեղանի 12-րդ նիստի ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ նախարարը Եմենից ժամանած լրագրողին շփոթել է մեկ այլ երկրի լրատվամիջոցի ներկայացուցչի հետ։ Пожалуйста, Йемен. Нет, сегодня. Հայկական Իրանի առաջին խորհրդանշական խմբականակը հասել է Եվրամիություն X-ի իր էջում գրել է Եմեն ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը, սա կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել արտահանումը եւ բարձրորակ արտադրանքն արտահանել նոր շուկաներ, ասել է նա։ ՆԳՆ Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Այգեշատ գյուղի տարածքում 50-ից 55 տարեկան տղամարդու դիկա։ Ոստիկանության փոխանցմամբ վաղարշապատի բաժնի ծառայողները Քասախ գետում հայտնաբերել են հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Կարապետ Մարգարյանի դին։ Դաղստանում հսկայական ժայռաբեկորն ընկել է ճանապարհի վրա ուղիղ մեքենայի առջև կոտրելով պաշտպանիչ ցանկապատը։ Քարաթափումը շարունակվում է եւ փլատակների մաքրման աշխատանքները առայժմ դադարեցված են։ Եգիպտոսում սխալմամբ հեռացրել են բրիտանացի զբոսաշրջիկի կույրաղիքը։ Սիան Իրվինգն իր ընկերոջ հետ է մեկնել Շարմ էլ Շեյխ վերջինիս ծննդյան տարեդարձը նշելու համար։ Ճամփորդությունը նախատեսվածից երկար է տևել։ Կնոջ որովայնում հանկարծակի ուժեղ ցավեր են սկսվել, նրան վիրահատել են։ Սակայն երբ վերադարձել է հայրենիք, բրիտանացի բժիշկները պարզել են կույրաղիքի հեռացման անհրաժեշտություն չի եղել։ Առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառը սննդային թունավորումն է եղել։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը որպես պարաֆինի հարկ մեծ գումարներ է վճարել պետությանը։ Մեր աղբյուրի պնդմամբ խոսքը մի քանի $100,000 մասին է։ Իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերջին շրջանում սևեռվել են մոմի արտադրության ու վաճառքի վրա եւ քանիցս հայտարարել, որ հայ առաքելական եկեղեցու ողջ գործունեությունը, այդ թվում մոմի արտադրությունն ու վաճառքը պետք է հարգվի։ Խոսակցություն է գնում նաեւ եկեղեցապատկան տարածքները Մայրաթորի տնօրինությունից վերցնելու մասին։ Նույն աղբյուրը գրում է, հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն անգամ 50% չստացած ԿՊԱ-ականները որոշել են փոխել падգամավորական երթման տեքստը, այն հարմարեցնել Փաշինյանի հորինած իրական Հայաստանի գաղափարին։ Տեքստից դուրս են թողնվելու համազգային նպատակների շեշտադրումները, այն նեղացնելու են հայաստանյան տարածքով։ Մինչև այժմ երթման հետևյալ տեքստն էին արտասանում. հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երթվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի արժեվ ունեցած պարտավորություններս, պահպանել
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային եւ համամարտկային արժեքների պահպանման համար։ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է տեքստից դուրս թողնել հանուն համազգային նպատակների իրականացման, ազգային ու համամարտկային արժեքների պահպանման համար ձևակերպումները։ Փոխարենը տեքստում ավելացնել, որ Հայաստանի քաղաքացիների համար անելու են ամեն ինչ անվտանգության եւ ազատությունների պաշտպանության համար։ Ինչպես նաեւ երթման տեքստը եզրափակել Փաշինյանի հետպատերազմական լոզունգներից մեկով՝ «Փառք նահատակներին» եւ «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Հրապարակը գրում է. ներիշխանական քննարկումների մասնակիցները մեզ պատմել էին, որ հունիսի 7-ի ընտրություններին ԿՊ-ի սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստից ուրախացողներ եղել են նաև իշխանական թևում։ Ոմանք ուրախացել են, որ այս արդյունքները հնարավորություն չեն տա Փաշինյանին Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերի գնալ։ Ոմանք զուտ անձնական նկատառումներով, օրինակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Բանն այն է, որ ԿՊ-ում վստահ են եղել, որ ընտրություններից հետո Ավինյանը փոխվելու է։ Սահմանադրական մեծամասնություն ունենալու դեպքում մի շարք համայնքներում, այդ թվում Երևանում, նոր ընտրություններ կկազմակերպվեին, քանի որ թուրներն աչուձախ կտրելու էր։ Սակայն այս արդյունքներից շոկի մեջ են հայտնվել եւ ակնհայտ է, որ պլանները փոխվելու են, որովհետեւ նվազած լեգիտիմությամբ երկրում իշխանությունը հնարավորություն չի ընձեռնում նման ռիսկային քայլերի գնալ։ Դա կարող է իշխանությունը քանդել ներսից։ Հրապարակում նաև կարդում ենք խորհրդարանական ընտրությունների արդյունքների թանակը դեռ չչորացած սահմանադրական մեծամասնություն չստացած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն օրենքի նախագիծ շրջանառեց, որով ցանկանում է արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից, եթե նրանք ընտրությունների նախորդած տարում փաստացի առնվազն 183 օր, այսինքն 6 ամիս չեն ապրել Հայաստանում։ Նախագծի հեղինակներից մեկը ԿՊ-կան պատգամավոր Ալխաս Ղազարյանը լրագրողների հետ զրույցում չթաքցրեց անգամ, որ առաջարկվող փոփոխությունն ուղիղ կապ ունի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ, թե հատկապես ինչով է պայմանավորված իշխող ուժի դժգոհությունը, որը հանգեցրել է արտերկրում ապրողների ընտրական իրավունքը սահմանափակելու որոշմանը, պատգամավորն այդպես էլ չհստակեցրեց։ Փոխարենը պնդեց, նախագիծն իբր միտված է Հայաստանում մշտական բնակվող քաղաքացու եւ պետության միջև կապի պահպանմանը։ Առաջարկվող սահմանափակումները չեն վերաբերելու միայն այն քաղաքացիներին, որոնք արտերկրում են գտնվում, հանրային ծառայության կամ կրթություն ստանալու նպատակով։ Նախագծի հեղինակները հիմնավորման մեջ նշել են, քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ։ Այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ առկա է իրական կապ անձի եւ պետության միջև։ Պարզ ասած, ԿՊ-ականները միայն Հայաստանի անձնագիր ունենալը ընտրությանը մասնակցելու համար բավարար չեն համարում։ Կարծում են, որ պետության ապագան պետք է որոշեն նրանք, ովքեր ապրում են Հայաստանում։ Զավեշտն այն է, որ մի կողմից պնդում են, թե քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ, մյուս կողմից սահմանափակում են մտցնում ֆիզիկական ներկայության ֆորմալ բացակայության, այն է ընտրություններին նախորդած տարում փաստացի Հայաստանում 183 օր չգտնվելու հիմքով։ Ընդդիմադիր եւ փորձագիտական շրջանակներից արձագանքելով ԿՊ-ականների նախագծին ընդգծեցին, որ սա հասարակությանը հերթական անգամ պառակտող ձեռնարկ է իշխանության կողմից, որով փորձում են արտերկրում ապրող հայրենակիցներին զրկել ընտրելու իրավունքից։ Երևանի Ամիրյան փողոցը անվանափոխվել է Պապ թագավորի անունով։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի Յավրովի թաղամասի փողոցներից մեկը կկոչվի Հայաստան ճեմուղի։ Որոշումն ընդունվել է Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից։ Միաձայն։ Հանուն ռեկորդի կինը կորսետ է կրում օրական 24 ժամ աշխարհի ամենափոքր իրանը ունենալու համար։ 10 տարուց ավելի նա կորսետը գրեթե չի հանում, դրանով է քնում ու գնում վազքի։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։